Ուրեմն փորձելով օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը եւ աջակից լինելով վարչապետ Սաշիկ Հատիկար Հատիկյանին մի խումբ ազնիվ քաղաքացիներով են փրչոտ ոնց էր անունը հեղափոխության պաշտպաններ էին իրանց ասում դրանց հետ ընկած աշխարհով մեկ հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում փնտրում ենք այն բոլոր կասկածելի Range Rover-ները, որոնք ուրեմն նախկինները գողացել են մեր ժողովրդից եւ տարե Իրաստանները պահել են իրենցով են սարքել։ Հիմա մենք փնտրում ենք, մենք արդեն այսօր 48 հատ Range Rover ենք ստուգել, բայց ոչ մեկը կադաստրի թղթով չի համապատասխանում, որ երբևիցե եղել է ուրեմն հայ ժողովրդինը։ Բայց պարոն Սաշիկ Հատիկար Հատիկյան մի հատ կասկածելի մեքենա ենք ստեղ հայտնաբերել։ Ուրեմն մեքենան սա է, Dodge Caravan, հա 2007 թվականի Range Rover-ից բավականին երևի թարմն է։ Այսի ես չգիտեմ, էսի Վարդանիկի ավտոն է, Ռոբիկի ավտոն է, Սերժիկի ավտոն է, Միշիկի ավտոն է, թե չգիտեմ ում ավտոն է, բայց ես կասկած ունեմ, որ այս մեքենան Արման Բաբաջանյանը երևի գրանցել է, դե նրանք էլ են, չէ՞ տեխնացու, վարդերով, բանով ներսը։ Հա, Արման Բաբաջանյանն այս մեքենան գրանցել է երևի Լևոն Բարսեղյանի անունով, դե նրանք էլ են, չէ՞ տեխնացու, ովքեր տեխնացու են, բոլորը գողոավազակ են։ Ու սա այս մեքենան պետք է շտապ դիմենք Միացյալ Նահանգների կառավարությանը, որ այս մեքենան բռնագրավեն ու Range Rover-ը բերեն Հայաստան, որտեղ սա ժողովրդինն է։ Ոնց եք ասում, ящик առ ящик Range Rover պիտի հետ բերենք։ Պարոն վարչապետ, ներողություն, քաղաքացի, վարչապետ քաղաքացի Սաշիկ Հատիկար Հատիկյան, դիմեք ուրեմն վաղը որ գաք ՄԱԿ-ի նիստին, ՄԱԿ-ի ամբիոնից խոսալու լինեք, ես ձեզ կուղեկցեմ, եկեք մի հատ էս մեքենայի հարցերը լուծենք, սա պետք է շտապ ուղարկենք Հայաստան։ Այսքանը։